ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին ապրիլի 4-ին Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդականը։ Ելույթ ունենալով Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված էներգետիկ հարցերով հավաքին, ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ խաղաղության պայմանագիրը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։ Ամերիկյան կառավարական բանկի տնօրենների խորհուրդը ապրիլի 4-ին հաստատել է ադրբեջանական Silkway ավիաընկերությանը 339 միլիոն դոլարի վարկավորում տալուն Boeing ինքնաթիռները ձեռք բերելու համար։ Ինքնաթիռները կմատակարարվեն մինչև 2026-ի ամառը եւ փաստը, որ Silkway ինքնաթիռները ըստ հեղինակավոր լրատվամիջոցների զբաղվել են զենքերի փոխադրմամբ, չի խանգարել ամերիկյան կողմին հաստատել վարկը։ Եվրահանձաժողովի ղեկավարը հույս ունի, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների բացումը նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև համագործակցության համար։ Այս մասին Եվրամիության գործադիր իշխանության ղեկավարը խոսել է ապրիլի 4-ին ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների առաջին գագաթնաժողովի ընթացքում։ Սևծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հետ սահուն սահմանը։ 3 տասնամյակ փակ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները, ասել է նա։ Մեր քաղաքը դաշինքը կտա անհրաժեշտ քանակությամբ քվե մյուս երկու ուժերի կողմից սատարվող տեխնատու Վարդան Ղուկասյանին առանց որևէ պաշտոնի ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։ Այս մասին ապրիլի 4-ին հայտարարություն է տարածել Գյումրիի քաղաքապետի տեխնատու Մարտուն Գրիգորյանը։ Դուք տեսաք, թե ինչ կատարվեց եւ շարունակում է կատարվել իմ ընտանիքի անդամների եւ թիմակիցների շրջանում։ Իշխանությունը դիմեց բոլոր անհնար ու հնարավորին միջոցներին, մանիպուլյացիաներին, անօրինական եւ օրինական գործողություններին, փորձելով ինձ հոգեբանորեն ճնշել, թիմից ձերբակալել և քրեական հետապնդումների ենթարկել, եւ դա շարունակվում է մինչև այս պահը, գրել է Մարտուն Գրիգորյանը։ Ազգային պարը Գյումրիում հրայրկպարային համույթը հայկական ազգային պարի կատարմամբ է հանդես եկել Անձրևոտ Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում։ Կատարումը գրավել է ոչ միայն անցորդներին, այլև համացանցի օգտատերերին։